Մարդկային պոեզիա, որտեղ չկա ժամանակ, չկա ձգողականության ուժ։ Ոգեշնչող վերելքներ, փառահեղ անկումներ և դրանց արանքում արկախման ակնթարթներ։ Ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Յոան Բուրժուան թեատրոն Երևանյան փառատոնին ներկայանում է ցնցող պերֆորմանսով։ Կախման կետերին մոտենալու փորձեր։ Իմ բոլոր ստեղծագործություններում հիմնական գաղափարը կախման կետերին մոտենալն է, տարածության մեջ արկախված վիճակին հասնելը, որը անկումից առաջ եղած ակնթարթն է։ Յոան Բուրժուայի պերֆորմանսում ֆիզիկան հանդիպում է փիլիսոփայությանը, արվեստը ձգողականությանը։ Պերֆորմերը զարմացնում է մարմնի լեզվով, բանաստեղծելու վարպետությամբ։ Այն, ինչ որ մենք տեսանք կենթանի, դա մարդկային էներգիաների փոխանակումն է, որը պարզապես շունչը կտրվելու չափ զարմանք, խորհելու և էգզիստենցիալ գաղափարների շուրջ մտորելու մեծ տեղիք է տալիս և անշուշտ ապշելու ժամանակակից ֆրանսիական կատարողական արվեստի գեր վարպետության մասին։ Կարևոր չէ, քանի անգամ ես ընկել, կարևոր է թե ընկնելուց հետո ինչպես ես նորից վեր բարձրացել։ Հայ հանդիսատեսը Բուրժուայի պերֆորմանսը համարում է մարդկային կամքի ուժը կոփելու հոգեթերապևտիկ սեանս։ Ոնց որ մեր կյանքը լինի, անկումներով և բարձունքներով, ինչքան շատ ես անկում ունենում, այդքան ավելի վեր ես բարձրանում հետո, այսինքն քեզ դժվարությունները ստիպում են ավելի վեր բարձրանալ ու արժեքը այդ բարձրության ավելի գնահատել։ Թվացյալ մարդու կյանքի ճանապարհն էր վեր բարձրանալու անընդհատ անկումներով և հաջողություններով։ Շատ հուզվել էինք ու ընկերուհիներով քիչ առաջ մեկնաբանում էինք ներկայացումը համեմատելով մեր կյանքի հետ։ Թեատրոն առաջին ֆրանկոֆոն փառատոնը մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում, ասում են հանդիսատեսները և հույս հայտնում, որ այն շարունակություն կունենա։ Ցանկացած փառատոն ավելի ամրապնդում հայ և օտարերկրյա կամ միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների միջև եղած կապը և մեծացնում է իրենց միջև եղած համագործակցության հավանականությունը։ Մեր փառատոնը ֆրանկոֆոն ուղղվածություն ունի և նպատակն է Հայաստանը դարձնել ֆրանկոֆոն մշակութային գործիչների և հայ արվեստագետների հանդիպման վայր։ Թեատրոնի վերջին տեսարանն այսօր է։ Կադերատուի պրելյուդ պարային ներկայացմամբ ավարտվում է ֆրանկոֆոն փառատոնը Հայաստանում։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։